Տեղի ունենա Կարապետ Հովսեփյան հիմնադրամի սահմանած գրական
Անդրանիկ մրցանակաբաշխության 2025 թվականի արդյունքների համոզումը պոեզիայի ժանրում։ Գլխավոր մրցանակը, որպես մրցանակ շահած գրքի տպագրություն, սահմանվել է Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ և Կարապետ Հովսեփյան հիմնադրամի հովանավորությամբ, իշա հայ գրականության զարգացման։ Մեր մշակութային կյանքում կան երախտավորներ, որոնք իրենց գործունեությամբ անգամ հիշատակով կամրջում են անցյալն ու ներկան, առավել ևս մեզ մոտեցնում են գալիքի դիտակետերին, ինչպես կարմիր պոետ Չարենցը ասեր, անցյալի նժույգը նստած սրանում են դեպի ապագա։ Այդպիսի երախտավորներից է փիլիսոփա գիտնական բանաստեղծ Կարապետ Հովսեփյանը։ Բայց ավելի լավ է մենք լսենք, թե ինչպես ձևավորվեց մրցանակաբաշխությունը և ինչ նախապատմություն ունի։ Խնդրեմ, Անդրանիկ Կարապետյան, բանաստեղծ, Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Հայաստանի գրողների միության։ Ողջունում եմ բոլոր ներկաներին։ Գիտեմ, որ մի բան պակաս։ Շուրջ մեկուկես տարի առաջ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի գեղարվեստական խորհուրդը որոշեց 2024 թվականի հրճակել Գյումրի քաղաքի երախտավորներից մեկի փիլիսոփա գիտնական բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի տարին։ Քանի որ այս հավիճում հիմնականում երիտասարդները, որոնք չեն տեսել մեզ լեննագանցում, մի քանի խոսքով որվա բանախոս կներկայացնեին նրա հարուստ տեսագրության համառոտ բառերը։ Իսկ մինչ այդ երկու խոսք իմ ընկալման մասին։ Կարապետ Հովսեփյանի մարդը, փիլիսոփա գիտնական և բանաստեղծը, հավասար բարձրության վրա լինելով մեզ միշտ մտածելու տեղիք է տալիս, որն է նրանցից առաջնումն է, ուզում եմ տուրիկներ եզրահանգ մակարակ։ Իսկ հիմա կես խոսք նրա բանաստեղծական աշխարհի մասին։ Լինելով այն բուհի ուսանողը, որի երեխաները Կարապետ Հովսեփյանն էր, ես չգիտեի, որ նա նաև բանաստեղծ է։ Շատ ավելուշ, երբ նրա ծաղիկներ ժամանակեցյան նրա հաղորդիրը կազմելու համար մի քանի անգամ ինտերսեցի նրա բոլոր նշտերը, իսկ դրանք ուտն էին։ Համոզվեցի, որ գործ ունեմ տաղանդավոր բանաստեղծի հետ, որը եթե չզբաղվեր գիտությամբ, այլ ծառայեր միայն գրականությանը, ուր հասած կլիներ։ Պատկերացրեք, 85 տարի առաջ 15-ամյա Կարապետ Հովսեփյանը արարում է Աշունը նկարագրող այսպիսի բանաստեղծական պատկեր։ Որքան տխուր է Աշունը տեղին, որքան ճնշող է նվոցը քամում, ասես ծառերից կաթում է դեղին, ու տանդակ սերվից մեջ քամում։ Եվ ահա անցած տարվա սկզբից մեր գրական կազմակերպության նախաձեռնությամբ և Կարապետ Հովսեփյան հիմնադրամի աջակցությամբ կատարվեցին հետևյալ աշխատանքները։ Կարապետ Հովսեփյան համախոհներ ֆեյսբուքյան էջի ստեղծում և վարում։ Նրան նվիրված ֆիլմ էսսեի նկարահանում, որը ցուցադրվեց հեղինակի 100-ամյակի օրը։ Գիտնական բանաստեղծի դիմաքանդակի բացման արարողություն։ Նույն օրը, որի հեղինակն է Գյումրեցի տաղանդավոր քանդակագործ Ալբերտ Վարդանյանը։ Կարապետ Հովսեփյանի Աշխենիկի այգուվերը մանկական ժողովածուի հրատարակում նախ 300, հետո 500, ապա 1000 օրինակ տպաքանդակներով, որոնք նվիրատվությամբ բաժանվել են Շիրակի մարզի և հանրապետության նախակրթարանների և դպրոցների։ Կարապետ Հովսեփյանի ծաղիկներ ժամանակության նրա հատնդերի կազմում և հրատարակում նախ 200, ապա 300 օրինակ տպաքանդակներով։ Բանաստեղծի Մարդ Արարիչ փիլիսոփական պոեմի վերահրատարակում 300 օրինակ տպաքանդակ։ Այս երկու քշտերի ևս նվիրատվությամբ բաժանվել են Մետերսացել հաստատակայությանը, ինչպես նաև որոշ օրինակներ տրված են Վաճառքի, Գյումրի և Երևան քաղաքների մի քանի գրախանութներում։ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղը Կարապետ Հովսեփյան հիմնադրամի աջակցությամբ շարունակ նորանոր մտահղ
Նրանցից մեկն է Կարապետ Հովսեփյան Հարուշ Հովեդյանական մրցանակաբաշխությունն է պոեզիայի ժանրում, որի արծիվների ամփոփումն էր այսօր ներկայացնում։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեին Շիրակի մարզում ապրող եւ ստեղծագործող 31-ից բարձր տարեկան Հայաստանի գրողների միության անդամ բանաստեղծները։ Մրցանակ շահած քշտի տպագրություն։ Մենք հույս ունենք, որ այս մրցանակաբաշխությունը կդառնա ամենամյա, հավանաբար նաև հանրապետական, ինչպես արարած մկրտումյան մրցանակաբաշխությունները։ Հավանաբար հարց է առաջանում, ինչու մրցույթին կարող էին մասնակցել հենց 30-ից բարձր տարեկան բանաստեղծները։ Արարատ մկրտումյան մրցանակաբաշխությունը ներառում է մինչև 31 տարեկան ստեղծագործողների թե պոեզիայի և թե արձանի ժանրում։ Կարապետ Հովսեփյան մրցանակաբաշխությունը ներառում է 31-ից բարձր տարեկան բանաստեղծներին և այս մրցանակաբաշխությամբ ամբողջանում է Շիրակի մարզի պոեզիայի դաշտը։ Մնում է հուսալ, որ մոտ ապագայում կգտնվի ևս մեկ հիմնադրամ, որը մրցանակաբաշխում կսահմանի 31-ից բարձր շիրակցի արձակագիրների միջև, որով է կամբողջանա մեր մարզի ամբողջ քրական դաշտը։ Վերոնշյալ մրցանակաբաշխումներով մենք կփորձենք որոշակիորեն լրացնել այն հսկայական տածը, որը կա մեր հանրապետության գրահարդարչական ոլորտում։ Ուրեմն խորին շնորհակալություն այն մարդկանց, ովքեր կանգնած են այս աշխատանքների հետևում և համեստորեն չեն ուզում երևալ։ Բայց նրանք ուզենան երևալ, ոչ ուզենան, պատմությունը գրվում է, և այն գրվում է ոսկե տառը։ Այսպայն ես կներկայացնեմ Կարապետ Հովսեփյանի կենսագրական ռեալություններից մի հատված, բայց ոգու ցոլացումները կարող եք առնչվել, ոգու ցոլացումներին, արկայություններին կարող եք առնչվել ընկերներով նրա գեղարվեստական գրքերը։ Ծնվել է 1924 թվականի մարտի 4-ին, ՀԽՍՀ Ախորյանի շրջանի Արևիկիում։ 1940 թվականին ավարտել է Օձունի միջնակարգ դպրոցը։ 1947 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։ Գերազանցությամբ ավարտելով 1952 թվականին ընդունվել է ասպիրանտուրա, որն ավարտել է ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1958 թվականին։ Այդ տարիներին նա փիլիսոփայություն է դասավանդել Մոսկվայի բուհերում։ 1956 թվականին Կարապետ Հովսեփյանը աշխատանքի անցել Լենինականի Միքայել Լաբազյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում որպես փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, իսկ արդեն 1979 թվականից նույն ամբիոնի վարիչ պրոֆեսոր։ 1987 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Կարապետ Հովսեփյանը շուրջ 34 տարի բեղմնավոր աշխատանք է ծավալել ինստիտուտի ռեկտորի պաշտոնում 1960-ից 1994 թվականների ընթացքում։ 1984 թվականին նրա ղեկավարած ինստիտուտն արժանացել է պատվո նշան Շքանշանի։ Պրոֆեսոր Հովսեփյանը ակտիվ հասարակական գործիչ էր։ Մարտական և աշխատանքային աչքի ընկնող ծառայությունների համար պարգևատրվել է հայրենական պատերազմի, պատվո նշան Շքանշաններով և այլ մեդալներով։ Արդեն Անդրանիկ Կարապետյանը հայտնեց գրքերի անվանումները, և ես կուզենամ, որ դուք թեժդեք, շարունակաբար ընթերցեք և վերաիմաստավորեք նրա նաև գեղարվեստական աշխարհը, որը մի յուրօրինակ հայտնություն է նաև նոր սերունդի համար։ Ես կուզենամ մենք ընդգրկենք Տիգրան Գաբոյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի կատարումը, որը տնտեսցի Կարապետ Հովսեփյանի պոեմը «Մարտմարալիք»։ Բարդ ինչեր են ամբեր մռայլ, ձեղուկ մասիսի գլխին ձյունափայլ, ուժում են բուժ կրանողներ գրքին, խուր խռոված
Շուշայի հետ որոնացած թվացի այս կանխից, այս խանաններում, հալատապվեցին շեները ծաղկած, շիրակը հորին ընկան կիսավեր, արին արցունքը ծուացավ հանկարծ, ու անզուց պցալով խոյանում է վեր, խոգում է, խորնում երկնային ադյան, արալատներն ու դաշնարադյան, իրարից բոքված, սահմանազատված, ինչպես հասկանալ ով արդարացված, հայկական պար Հայաստանից դուրս, Հայաստան առանց բան, կարին ուշ, իսկ Ղարաբաղը ոչ դուրս է ոչ ներս, ինչպես հաշտվել, ով բարդյա, ինչպես Ինչ սպասել ամենազորից, երբ չորս կողմերում երկնային կարի, կույր կուրացել, չեն տեսնում նորից խոշտանգումներ տարապած հայի։ Ուրացան, երբ որ դժողքում դեր զոր, դեղին ավազներ ներկրել բաղ կարմիր, և սունվայի թույլներ գիշեր զոր խուժանի տոներ, արմոտ նախջիր։ Ու հիմա Բաքում, նավթագործ Բաքում, որ աղուտներում դեր կողմայի հարանից այդ մարդու դերքն կողոքում, անմեղարին նեղում այդ հայի, որ խոսքով իր մարետազայն, վիճել խորուրդ արել տիրոջել, և մեզ հոպատար սուրբ Գիրկոմատյան աղել աշխարհին արմիշտ ահավեք, որ հայքի օրինից անուշ, զինվոր է եղել ուրիշ արյասիրտ, և ոչ թե հեզին կարամպես անուշ վիզը դեմ տվել հարվածներին վիրտ, մահեր է եղել առյուծը մարունչ, վարդանն անվեհեր զորքովել շունչ, անդրանիկը վեհ կաճրվան թիվ, և պողպատաթերներ զոն արծիվ, նա օրծարուն է խոր տաղանքի, կարվեդել միծին պատմության, նվիրյալն մարիտ երեսանքի գարքի հաշտու խաղաղ մարդության, հայ հավերժող Փյունիկն է, սակայն խառնող միշտ ավելի ույն շիներից, ու իր հայ բախտից կհոգնի միայն, երբ որ կհոգնի իր մարդն մեղուց։ Եվ որքան հաճախ մրոպվերին նատյան, աղոթել է քեզ ժամին որ հասի, բայց մնացել անհաղորդ, անձայն, ասել ես միայն դողր մաթասի, բյուրս աղոթել էդ Քրիստոս անունետ, դերությունները ունեց ու զորավոր, որքան խաղացին դժվար բախտի հետ իրենց դարերով խոշտանգող եղբոր, արդ կհասնի մեզ աչքով հոդյան, երբ քո աչքերի առջև մշտարդում, օրեցել է քո առանց դատաստան, խաչ հանեցին Աստծո որդու։ Ինչ, իման նորից մերս նորյա, մարդության մեղքին զահրած պիտի գնահես դեպի Գողգոթա, ատոմի տարում նոր Հիսուս դարձած, և պիտի դժնի ակներ անցած, քարկոծեն նրանց սրտերով քարե, որ նայել հետո 40 օր անց երկնքվի հավերժ որպես մարգարե։ Միթե աշխարհում հար պիտի տավի մեղքեր կուտակող ուժը բարբարոս, այդ մեղքերը խաչվելով քավի 20 տարը մեկ մի նոր Քրիստոս։ Իմ նշանավորումն այսօրվա և իմ մխիտարությունն ես, այսօր դավիճում են նաև Կարապետ Հովսեփյանի կարազատները, նրա ընկերները, նաև աշխատանքային ընկերները, մարդիկ, ովքեր երազել, աշխատել, ստեղծագործել են Կարապետ Հովսեփյանի հետ, նրանք ոգու դիրքապան մարդիկ են, մեր քաղաքում հայտնի և ոչ միայն մեր քաղաքում, մարդիկ, ովքեր եկել են որպես ընտրյալներ և ծաղկեցնում են Տիրոջ այգին, այդպիսիներից մեկը
Հայաստանի վաստակավոր մշակույթի վաստակավոր գործիչ, գեղեցիկ արվեստներ ծաղկեցնող ոսկեձեռի նկարիչ պրոֆեսոր, Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյան։ Խնդրեմ Իսլամ, հնարավորություն Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին։ Ուրեմն շատ հետաքրքիր է, երբ որևէ մեկի մասին պիտի խոսես, նախ մի պաուզա ես վերցնում, որովհետև այդ մարդու կերպարը պիտի այդ պահին դու տեսնես քո դիմաց։ Եվ Կարապետ Հովսեփյանի մասին խոսելիս ոչ միայն պիտի պաուզա վերցնես, այլ պիտի շփտաս, որովհետև կան մարդիկ, որոնց մասին խոսելուց անպայման պիտի շփտար։ Ժպիտը դա այն պայծառ ուշերն են, այն պայծառ տպավորություններն են, որ մնացել են մինչ այսօր։ Կարապետ Հովսեփյանի հետ առաջին հանդիպումս եղել է, երբ 11-րդ դասարանում էի, եւ այս նույն շենքում կազմակերպում էր նախապատրաստական դասընթացներ, եւ ես մասնակցում էի որպեսզի գումար տոնեմ։ Ինքը մեզ կարծեմ պատմություն էր դասավանդում, բայց ամբողջ մի մեծ լսարան առանց շնչելու, առանց ձայն հանելու լսում էր, երևի ոչինչ չէին հասկանում, որովհետև դեռատի երեխաներ էին, նրա խոսքը այնքան տարողունակ էր, որ ուղղակի ինքը կարողանում էր դարիճին կախարդել, դարիճին այնպեսի վիճակի մեջ տրանսի մեջ էր գցում, դու վեշակում էր ասել, ոչ մեկը ստեղից չէին շարժվում։ Իսկ երկրորդ հանդիպումը դա 70 թվին, երբ ավարտեցի Արտեմ բուհը եւ այդ ժամանակ, որովհետեւ երկիր ունեինք, եւ այդ երկիրը շատ լավ օրենքներ ուներ, ինձ նշանակեցին աշխատելու մանկավարժական ինստիտուտում, ուղեկիցը ձեռքիս եկա ինստիտուտ, բարձրանում ենք աստիճաններով եւ ռեկտորատի նիստը դե ես չեմ հասկանում, ուսանող նոր ավարտած 23 տարեկան եւ իմ բարեկամներից մեկը իմ ամենալավ բարեկամ Հակոբ Թորոնյանը բարձրանում են, ասեց ինչ ես եկել, ասի թուղթն էլ ձեռքս է, ասի եկել եմ նշանակում եմ, դե ասեց արի։ Եկանք Գերոսեփյանի կաբինետ, այստեղ բան կար, պատշգամբ կար, իր կաբինետի հետևից էր այդ դուռը, միջոցառումներ որ լինում էր, փառահեղ դեռից դուրս էր տալիս, բանի այսպես բորդո քույնի թավիշով սարքած բաներ, բալկոներ։ Ուրեմն գնացինք, բոլոր նստեցին այն ժամանակվա այն հրաշագեղ կազմը, Թորկոմը, Մխիթարյան, Հերբերտը, բոլորը հիմա լուսաբոգի են, բոլորի տեսոչ հիշելու են, բոլոր տղաները նստած են, Հակոբ Թորոնյան, նստեցին դիմադիրի մոտ այսպես նստել են, ես էլ այստեղ աթոռ կար, լուսաբոգի տակ, այդտեղ նստել են։ Խոսում են իրեն, խոսում են, դե ես ինչ գիտեմ, ինչ են խոսում, խոսեցին, վերջացավ, հիմա բոլորը գնացին, ես ռիսկ չեմ անում ելնեմ, ես գործով եմ եկել, ու թուղթը ձեռքս է, ու ինքը հեռվից ասեց, ինչ է աղջիկ, ասեցի, ուղեգիր եմ տվել, ասեցի, ինչ ուղեգիր եմ, ասի, դաս պիտի տամ, ասեցի, ինչ դաս եմ, ասի, գեղագիտություն, ասի, գեղագիտությունը ինչ բան է, ու ես որպես ուսանող սկսեցի պատմել էլի, թե ինչ բան է այդ գեղագիտությունը, ու ինքը գրում է, անընդհատ գրում է, հետո ելույթս վերջացրի նստել է, նստեցի, տեսա շատ նստեցի, ասի, Գերոսեփյան, հիմի ես ինչ անեմ, ասես նստի, ասի, ինչքան նստեմ, ասես նստի աղջիկ, գեղագիտական հաճույք էի ստանում քեզանից։ Մարդկային ամենամեծ հատկանիշներից մեկը, բացի այն գիտելիքներից, որ ուներ, ամենախորը հումորն էր, հումոր, որ ամեն մարդ չի ունում, իսկ հումորը գիտեք, դա խելքի արգացիկ է, մի բան է պատմել, ուրեմն դեկանատը, այս երկրորդ հարնի վերջում էր, Մելքոնյանն էր դեկանը մեր, դասամիջոց է, փոքրիկ դեկանատ է, ես նստել եմ աթոռի, գլխիս վերևում հայրիկա, ու գիրկը ձեռքս նստած էր, մեկ Գերոսեփյանն եկավ,
ասեց ես մեր Սուսաննը իսկական բան, Մոսկվիչկա, նրանք էլ են, մետրոյի մեջ գրկել է ձեռքերը, որ իրանք ես նայում է հայրում, այնքան մոտեցա, ոտքերը արդեն կպավից, ես նայեցի, տեսնեմ ինձ են արում, ասի չէ, և ուսեք, կան ինչ կնայի, ասեց աղջի, աչքերը շաշ է, քեզի չեմ նայի, Ես ասում եմ, ես համոզված եմ, որ ինքը Ռուսիայի մեջ է և ես համոզված եմ, որ երկար տարիներ մենք պիտի հիշենք և մենք մարդիկ, որոնք և ուսանել են, և աշխատել են, և տա Աստված, որ իր այդ ոգի, այդ գիտելիքները փոխանցվեն սերունդներին և հատկապես թորներին, որոնք գենետիկ բանով պիտի տանեն այդ գիծը։ Ինչ ասեմ, շնորհակալ եմ բոլորիդ, որ հիշում եք և ընտրալիք ձեզ, որ կազմակերպեցիք այս հիմնադրամը, որը ես կարծում եմ դեռ ահագին մեծ գործեր ակնկալիք կա։ Շնորհակալ եմ։ Հրաշալի է, երբ պատմական անցյալից բարձրացնում ենք այն մարդու կերպարը, որի ոգենակարագիրը, մտախառնվածքը մեծ իսկապես ոգևորում է։ Ու շատ կարևոր է այդ մարդկանց հետ շփումը, ովքեր որ հուշեր ունեն և հուշերով ներկայացնում են Կարապետ Հովսեփյանի հիշատակը, ինչպես Չանեսն ասում, հիշատակը ցող է, որ բարձրանում է կենաց ջրերից։ Ես ուզենամ լսենք Վարդևան Գրիգորյանին, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Շնորհակալություն, հարգելի ներկաներ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի գրողների միության մասնաճյուղի աշխատակիցներին, իդեպս Անրանիկին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարապետ Ռուբենիչի թողած ժառանգությանը, իդեպս Արայի, որ այս նախաձեռնությունը կազմակերպեցին և հանրությանը արժանի ձևով ներկայացնում են արժանի զավակի ուրեմն գործողություններ։ Ես ուզում եմ, չգիտեմ ով է շահել, քանի դեռ չեն ասել, բայց ով շահել է մրցանակը, ես պետք է խնդրեմ, որ այդ մրցանակը իրեն համար լինի, կարող է հետագայում ուրիշ մրցանակներ շահել, բայց այդ մրցանակը լինի իրեն համար կարևորագույն մրցանակներից մեկը, որտեղ այդ մրցանակը միսի մարդու մրցանակ է, որը միշտ հպարտություն կբերի շահում։ Հարգելի ներկաներ, քիչ առաջ հարցազրույց տվեցի, գուցե որոշ չափով կրկնվեմ, Հովսեփյան Կարապետին ներկայացնելը շատ հեշտ է, բայց նաև շատ դժվար է։ Հեշտ է, որովհետև ամիսներով, շաբաթներով կարող ես խոսել Հովսեփյան Կարապետ անձի գործունեության մասին։ Բայց դժվար է, երբ մտածում ես, որ Աստված շատ բարեհաճ է գտնվել Կարապետ Հովսեփյանի նկատմամբ, որ մի մարդու տվել է այդքան մարդկային որակներ, այդքան մասնագիտական որակներ, այդքան կառավարման որակներ, և դրան գումարած ստեղծագործական որակներ։ Գիտեք, իսկապես ինչ էլ ասենք, մենք խոսելու ենք Կարապետ Հովսեփյան անձի այն այսբերգի վերի մասին կա, չէ՞։ Այդ մասին ենք խոսում, բայց եթե խորանաց, շատ խոր ու իմաստալից։ Միշտ են կարծիքին եմ եղել, որ կարճ խոսալը լսելի է, բայց այս պարագայում Կարապետ Հովսեփյանը, երբ իշխանել ասել, միևնույն է, ես չեմ կարող լրիվ ներկայացնել։ Ընդհակառակը միշտ մտածում եմ,
որ երևի կգտնվի մեկը, որը կունենա այդ որակները եւ լուրջ ուսումնասիրի Կարապետ Հոսեյանի գործունեությունը անցած ճանապարհով։ Իմ մասնագիտական որակները այդ թույլ չեն տալիս, բայց կարծում եմ կգտնվի մեկը, որ անպայման ուսումնասիրի։ Մարդկային որակներ, ուրեմն այսօր երևի շատ քչերիս է վաղ վիճակվել խոսել Հոսեյանի համար։ Բայց չեմ կասկածում, որ հազարավոր մեր նմաններ, եթե իրավունքը ստանային, անպայման իրենց երախտիկի խոսքը կասեն Կարապետ Հոսեյանի համար, որպես իրենց բարենալի, որպես ուրեմն օգնելու ու աջակցելու իրենց մասնագիտական ու մանկավարժական գործունեության համար։ Դժվար է ներկայացնել Կարապետ Հոսեյանին, որովհետև իսկապես եւ 40 տարի աշխատել եմ Կարապետ Հոսեյանի հետ, որպես ուսանող, որպես դասախոս, ամբողջ դոցենտ, ֆակուլտետի դեկան, հետո նոր ռեկտոր։ Եվ այդ 40 տարվա մեջ այնքան բան կար ասելու, որ այսօր դժվարանում եմ ամբողջ ներկայացնել։ Գիտեք, 40 տարի ես միշտ հավատացել եմ, որ Կարապետ Հոսեյանը մեր ինստիտուտի ռեկտորն է, որովհետև Կարապետ Հոսեյանը խորհրդային տարիների ամենաերկարակած ռեկտորն է ամբողջ սոցիալական բնության մեջ։ 34 տարի եղել է ռեկտոր։ Նման երկարակած ռեկտոր չի եղել։ Այն դեպքում, երբ Երևանի մանկավարժական ինստիտուտը այդ ընթացքում է 34 տարվա ընթացքում 11 հատ ռեկտոր է փոխել։ Եվ գիտեցեք, մանկավարժական բուհը ղեկավարելը կրկնակի անգամ դժվար է, քան այն մյուս բուհերը։ Կրկնակի անգամ դժվար է։ Եվ տիրապետելով այդ կառավարման արվեստին, Հոսեյանը կարողացավ 34 տարի ղեկավարել այդ բուհը։ Ես համաձայն եմ Իգին Սուսաննայի հետ, որ հումորը ինտելեկտի արդյունք է, խելքի արդյունք է։ Եվ Կարապետ Հոսեյանը այդ հումորը օգտագործում է նաև կառավարման ընթացքում։ Այն ժամանակ, երբ լուրջ զարգացություն իհարկե մեծ կոլեկտիվ էր 500 հոգի աշխատողներ, լինում են նաև պահեր, որ լարվածություն էր ստեղծվում, ու Կարապետ Հոսեյանի մի հումորային դրվագ այդ լարվածությունը գուլացնում էր ու ընդհանրապես ուրիշ երևույթ էր ստացվում։ Ինձ վաղ է վիճակվել 2004 թվականին կազմակերպել Կարապետ Հոսեյանի 80-ամյա ռուբելյան մեր հարևան շրջանում։ Եվ ինձ համար մինչև այսօր անմոռանալի է այդ պահերը։ Գիտեք, ինչ դրական էներգիա կար Հալիճում։ 700 հոգի հրավիրված էին Հալիճում, Հալիճը լեցուն էր։ Բայց այնքան էներգիա կար ու դրական էներգիա, որ եթե հնարավորություն տային այդ Հալիճին նստած ամեն մեկը արտահայտվեր, ամեն մեկը իրեն երախտիկի խոսք անպայման ասեր Կարապետ Հոսեյանի մասին, որտեղ շատ-շատերը իրեն շրջանավարտներն են, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, մեր ուրեմն քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ։ Դեք, երբ Կարապետ Հոսեյանի անձի հետ կապված որևէ երևույթ է տեղի ունենում, հարկերինի միջոցառումներ, հարկերինի ես չգիտեմ, այլ միջոցառումներ ինձ համար, գոնե ինձ համար, որպես իրեն աշակերտի,
ինձ համար ամենադրական էներգիան է տալիս և շաբաթներով ես այդ էներգիայով կարող եմ գործել, շաբաթներով կարող է իմ տարավատությունը բարձր լինել։ Այդպիսի խարիզմատիկ կարող եմ ասել առաջնորդ Կարապետ Ռուբենիչը։ Ստեղծագործական ուրեմն իհարկե թողել է շատ համեստ ստեղծագործական աշխարհ։ Եվ այդ ամեն ինչի մեջ եւ բանաստեղծություններում, եւ քարերներում, եւ պոեմներում փիլիսոփայական մեկնությունը ուրեմն ամենամեծ տեղն է գրավում։ Եվ երբ խորանում ես այդ բանաստեղծությունների քարերների մեջ, տեսնում ես, որ նկարագրում է Կարապետ Ռուբենիչը իրական կյանքը։ Մի քարեր եմ ուզում ասել, աշխարհի կար պիտի գնաս մահին լեզու անել չկա։ Եթե ապրել դեր ցանկանաս լուտ փողածով տանել չկա։ Այսինքն այն ինչ ասում է երևի ամեն մեկս մեր կյանքում զգում ենք, որ իսկապես այս աշխարհից որևէ բան չես տանում, բայց եթե ուզես ապրել, ուրեմն անպայման թողնես եւ ժառանգություն, դա կլինի մարդկային ժառանգություն, դա կլինի ուրեմն գրական ժառանգություն, դա կլինի քո աշխատանքի արդյունքում ստեղծված պտուղներ եւ Հոսեփյանը նման ձևով ապրեց ու հեռացավ մեզանից։ Ես նորից որ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ ուրախ կլինեմ ամեն տարի, եթե հրավիրեք մասնակցելու, եթե ես կդառնա արդեն համարյալ սիրով մասնակցել ես ինչ։ Շնորհակալություն։ Դուք ասիք, որ 80-ամյակի առիթով կազմակերպված միջոցառում, ես ներկա եմ միջոցառման, ու այդ դրական էներգիան ես եմ տեսել։ Որտեղից է գալիս այդ դրական էներգիան։ Դուք ասիք, որ քարոզի, հավանաբար բոլորը ուզեցել են դրական մի բան ասել, բայց հնարավորություն չեն ունեցել, ու դա վեր ասել է դրական էներգիա։ Ես դրան համոզվա երբ Facebook-յան մեջ վարելիս, Կարապետ Հոսեփյան համախմբի Facebook-յան մեջ վարելիս, նաև ֆիլմ ես նկարահանելիս հարցազրույցներ ունեցանք 15-ից ավելի մեր քաղաքի նշանավոր մարդկանց հետ, ու ինչն էր հետաքրքիր ու զարմանալի։ Չկար մեկը, չգտնվեց մեկը, որ մի փոքրիկ բացական խոսք չկար նման, միմիակ դրական ես զարմացակ, կա մեկը, որ մենակ հաշվում ունենացնում են, նկարագրում են, կա, և նրանը Կարապետ Հոսեփյան։ Շնորհակալություն այն փոքրի նկարագրի ու նաև համայնքի բարի վերլուծության համար, որ պարոն Արտեման Գրիգորյանը ներկայացրեց։ Հրաշալի է, որ տանիքին ներկա են Կարապետ Հոսեփյանի նաև ուսանողները, բայց դեռ մենք պիտի լսենք նրա հետ երազած ու աշխատած մարդկանց մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտաշես Կարապետյանին։ Նա իհարկե ավելի հիմնական մարդկանց, բայց ես կուզենամ ստեղծության լսել դրա խոսքը։ Շատ շնորհակալություն այստեղ գտնվելու համար։ Հարգելի ներկաներ, արդեն առիթ ունեցանք ասելու այն մասին, որ Կարապետ Հոսեփյանի դպրոցը, որ իրավամբ կոչվում է Հոսեփյանական մանկավարժական դպրոց, իր մեծ ծառայությունն է մատուցել հանրապետությանը, հանրապետական կյանքի զարգացման բոլոր ոլորտներում։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել, որ դուք ինձ հետ կհամաձայնվեք, որտեղ էլ որ Հոսեփյանը ձեռք է զարկել, այնտեղ ստեղծել է անանց արժեքներ։ Մեծերից մեկի մասին ասել են, մի քիչ վերապահությամբ Հոսեփյանին էլ է դա վերաբերում։ Ասում են, եւ որովհետեւ նա ուներ ոչ միայն էնցիկլոպեդիստական գիրելիքներ, այլ նաև ստեղծագործական հանճար, Հոսեփյանը իր 20 տարեկան տարիքում, 20 տարեկան տարիքում
Հետևաբար նրա հանդես գալը ամենուրեք էպոխա է կազմել։ Եթե մի փոքր ավելցում կա այստեղ, բայց կա տրամաբանություն, որ Հովսեփյանը որտեղ է, որ իրոք ձեռք է զարկել, ստեղծել է անմալ անանց արժեքներ։ Բայց ես ուզում եմ ձեր հրատարության երկու խոսք ասել Հովսեփյանի մասին որպես դասախոս։ Վիրտուոզ է Հովսեփյանը իբրև դասախոս։ Փիլիսոփայական նյութի գերազանց իրողությունը, ռետորական բարձրավես խոսքը, հումորը ըստ էության լարված դեպության մեջ էր պահում լսարանին ամբողջ դասի ընթացքում։ Ամենայնպես Հովսեփյանը անկախ իր վաստակից, անկախ իր ունեցած հաջողություններից արժանի է գնահատության իբրև մարդ և անհատականություն։ Օվկիանոսի չափ բարություն ուներ Հովսեփյանը, մարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով էր օժտված։ Ես անչափ ուրախ եմ, որ եղել եմ այդ մեծ մարդու աշակերտը, գործընկերը և բարեկամը։ Ես պիտի Սուսաննային հետևելով ուզում եմ մի երկու պատմություն ասել, որովհետև Հովսեփյանը նաև վիրտուոզ հումանիստ էր։ Երբ արդեն թոշակի էր անցել, երբեմն այցի էի գնում, մի անգամ էր, երբ արդեն մեր զրույցը ավարտվեց, ասեցի թե Հովսեփյան ջան, լավ, ես կգնամ։ Մի բան անեց, հələ մի սպասի։ Պես քելանցու գարեց, ննջասենյակից դուրս եկան, ընդանուր սենյակով պիտի անցնենք, երբ ընդանուր սենյակի կեսնել անցան, ասեցի թե լավ, Հովսեփյան, ես կեշտամ, խնդրում եմ։ Դե ասում է, չէ, մի սպասի, մինչև դեսի դուրը քեզ ուղեկցին, համոզվել, որ էլ ետ չես կա, որ հանդի խնդյով վերանար։ Հետո էլ ավելացել է, ասում է, սակը բանվեց։ Մեկն էլ պիտի պատմեմ շատ ներողություն, ձեր ժամանակը չեմ ուզում ես չարաշահել, այն ամենայնիվ, մեկը կար, մեր դասախոսներից էր, չեմ կարողանում ընկալ, որ Հովսեփյանի ռեկտոր եղած ժամանակ, սպես պաշտպանում ուներ առ Հովսեփյանը նրա անձը և այլն։ Բայց երբ Հովսեփյանը ռեկտոր չէր այլևս, կարծես թե այդ վերաբերմունքը չկար և նույնիսկ հակասություններ էր փորձում զարգացնել Հովսեփյանի հետ։ Հովսեփյանը ասում է, մի անգամ պահավան հրեշտակս եկավ ինձ ասեց, թե սրան վերցնելու է։ Ասում է, ես էլ ասեցի, թե ինչ եք ասում, ջայել է, ընտանիք ունի, ինչ կարիք կա, չէ, ասում է, ասեց հրեշտակը։ Նրա հարցով անձամբ Աստված ինքն է զբաղվում։ Եթե Աստված զբաղվում է անձամբ, ուրեմն որևէ փրկություն չկա։ Հարգելի ներկայացնել մի քանի Հովսեփյանից ասենք և ես շատ շնորհակալ եմ որ ձեր ուշադրությունը երկար փորձեցի զբաղեցնել։ Բոլոր ծայրներն արև են ուզում, ամբիր հուկում է, արև երազում, լոք դու ծնծաղի, ծյունաթեր ծաղի, արև տեսներից լավից ես ծավից։ Շնորհակալություն։ Պարոն Մոգոյան ասաց, աղբորնեց են դինելու պարոն Հովսեփյանի ուսանողական աշխատանքները, շատ են դեսեց, բայց ուսանողականապար։ Ես էլ բախտեն ունեցել դինելու պարոն Մոգոյանի ուսանողություններով, իսկ դասավանդել ու ես կարոտել էի շտոսկի, շնորհակալություն պարոն Մոգոյանի կարոտը հավատեց։ Մի արդյոք Տիգրան Մանսուրյանն ասել է, լավագույն մեղեդին պետք է դուրս բերել բանաստեղծության խորքից և ոչ թե երաժշտությունը հարցնել բանաստեղծության։ Խոսք Կարապետ Հովսեփյանի, ունկնդրենք Հայաստանի ժողովրդական աշխարհի
Միրճյանի կատարում։ Կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանի խոսքը։ Շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար, շնորհակալություն Հայաստանի Գյուղատնտեսության շիրակի մասնակցին, ձեզ պարոն Կարապետյան, այս լավ միջոցառման համար, գտնում եմ, որ այն նահարժանիմացություն է Կարապետ Հովսեփյանի պայծառ շիշակի առջև։ Ես 1980 թվականից աշխատում եմ Գյումրու Միքայել Լապատյանյան մանկավարժական ինստիտուտում, այժմ Շիրակի պետական համալսարանում։ Կարապետ Հովսեփյանը այն մտածողն էր, որոշված լինելով մարդկային բարձր էրուդիցիայով, փիլիսոփայական մտքով, հռետորական արվեստով, կազմակերպչական բարձր ունակություններով կարողացավ երկարությամբ տարիներ ղեկավարել մանկավարժական ինստիտուտը, հասցնելով այն լավագույն հաջողությունների, որը գնահատվեց պետության կողմից պատվնշան շքանշանով։ Ուզում եմ նշել Կարապետ Հռոմեյեվիչի փայլուն դասախոսությունները փիլիսոփայությունից, նրա ելույթները տարբեր համաժողովներում, հատկապես ռուսերենով, ուղղակի հիասմունք էր պատճառում, նա կարողանում էր դասարանը գրավել իր կենտանի խոսքով։ Արժանի պետք է մատուցել Կարապետ Հովսեփյանի բանաստեղծական գործունեության ուղղությամբ այն մեծ հետքը, որը թողել է, դա նրա բանաստեղծություններն է, որը անջնջելի է, որը ունի քննարկման կարիք, բացահայտումների կարիք։ Նրա ստեղծագործությունները ամփոփվել են 9 ժողովածուներում,
որոնցում կարևոր դեր է իրականացվում մարտահրավեր քո փիլիսոփայական պոեմում շատ կարևոր մտքեր են արտահայտված։ Շնորհակալություն այս միջոցառման համար եւ լավ է որ այն դառնալու է ամենամյա շնորհիվ ձեր գործունեության։ Շնորհակալություն։ Մտորումների թատրոնի դերասան Դավիթ Մարտինը։ Ընտեշցում Կարապետ Հովսեփյանի ստեղծագործությունից։ Լեռներ կան այստեղ, անձեր, անբռունգ, ձորեր կան այստեղ, անդուններ խորունգ, թփերից ելնող քարոքարոքներ, քարաբներով վեր մագլցող թփեր, լալվարի լանջից գորունքված ես է, ճուղարի տախտում ծաղկը հանդես է, զվարթ հարկերի ձևելացող երկ, զով աղբյուրների կարկաչուն համերկ, գյուղը սրտակ, գյուղը ձորապ է, չատին տավ դեն դիմացապ է, ձորում պղտոր ու վարար դեդել է, սարը ծենգուն ամպերի հետ է, աշխարհում շատ կան սալ քարոքներ, տեսալ ու քար է, լուր ու անտարբեր, բայց սրանք ինձ հետ խոսում են, ուզում, սրանց հետ ինքս եմ խոսել եմ ուզում, սրանք շտում են աչքով են անում, սեղմում են սիրտս հոգիս են անում, սրանք ուրիշ են, սրանք անուշ են, անդարձ օրերի կենթանի ուշ են։ Իդեպ այս դահլիճում է գտնվում բանաստեղծությունների, նաև պոեմի կերպավորողը, երաժշտական ինչ է ձևավորողը Լիաննա Վարդանյանը, ծափարը։ Գահիճում է նաև Կարապետ Հովսեփյանի համախոհներից, երիտասարդ համախոհներից, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Կարինե Մարտիրոսյանը։ Կարինե Մարտիրոսյանը իր մեկնակերպը ներկայացնում Կարապետ Հովսեփյանի գեղարվեստական աշխատանքության։ Պոեմի Ժամանակի հավերժ օտանքում։ Կարապետ Հովսեփյանի մարդ կարավիչ փիլիսոփայական պոեմը նրա հոգևոր ընծանը և մատուցած ինքնատիպ պատարագը որդու հիշատակին նարեկացիական անմատչելի հեռավոր և անըշտուչելի մեծանոց խոսում բնականով։ Պոեմի կենտրոնում մարդն է, ճիշտ այնպես, ինչպես կենտրոնում է իր մոլորակի, և նա տեր է այստեղ, ոգևոր ուժով ձգտում է գրկել տիեզերքն ակնում։ Պահվել է և աստվածային, և մարդն ինքն է մեհանում ակապա, այդ նույն մարդը բնության միհյուրեն և միաժամանակ անկում անսահման տիեզերքը։ Ամեն ինչ անցողիկ է կյանքում, սկսած մարդ արարածից մինչև միտքը նրա, ժամանակի հավերժ հոսանքում և կաց, և չկաց։ Այս ամենից վեր մարդն իր առաքելությունն ունի, ոչինչ ինքնապատակ չէ, նա աշխարհը պիտի վերափոխի, նա նաև սերնդեսերուն պետք է փոխանցի ժամանակը, առանց ընդհատումի ակնթարթի, ճշմարտության որոնումները, միտքն է բնության գլուխգործոցը, նրա բնության հոգևոր գործը, ապա մարդ է բնության գլուխգործոցը, հեղինակի բացահայտումն է իրավունք։ Բնապաշտ փիլիսոփայի մաքուր գնահատականն է, մարդն է արարվում ամենայն ուժ տիեզերքում և ոչ ամենևին հակառակը։ Քրիստոսի կերպարը ներկայացվում է նաև գրողի մյուս խաղոստ պոեմում։ Հետաքրքիր դիտարկներից է գտնվում մարդու և Աստծո որդին երկծայրություն է միտքնալ։ Մի դեպքում մարդն է ստեղծել իր Քրիստոսի, մյուս դեպքում Աստված արարիչն է ստեղծել մարդուն մտքի լույս տալով նրան։ Ուրեմն մարդն է երիցս ուժեղ, մտքի թռիչքի, երազանքի, զգացմունքի և առաքինությունների լիցքերով
որի զարգացման պարոնաձև ընթացքը գնում է վարսելացողությամբ, մարդն ավելում է արարման նույն հաջորդականությամբ, լույսից մինչև լույս։ Ուրեմն իզուր այդքան կընտրվեց խորհուրդը մարդու, իզուրն դարեր ու դարեր բարձրացավ սանդուղքներով քարե գրիչից գրիչը մինչև, և մինչև, որ նա հետ լուսնի երեսին։ Ահա թե ինչու տագնապի կոչնակ է դատվում գրողը սթափության կոչում, այդ ամենով հանդերձ հնչում է ուսաննը առ ներդաշնակ հոգով մարդը։ Օրհնյալ ես դու մարդ, հավատում եմ քեզ, հավատում եմ թե քո գաղափարին, դեպի վեր տանող քո ճանապարհին։ Անկախ նրանից, թե Արարիչ Աստծուց մինչև մարդը Արարիչ որքան ճանապարհ է գծում հեղինակը, միևնույն է, նա անպայման խոսում է կեռ հիաթավանող մարդասպանի թողած ավերի մասին, սպասելով ահեղ ու արդար դատաստանի։ Բայց գիտեր հաստատ, հայի ցավն աշխարհ դեռ պիտի սեղմուտի քո հաստվո որդին ու պիտի տեսնի հատուցումն արդար, որ հասի պահին լքած քո որդին։ Այստեղ է խմբությանը արև Վահագնը սնվում և պոեմը համամարտկային ընդգրկումներից մեր միակնթար հասնում է հայ մարդուն բարձրաձայնելու անպատասխան մնացած հարցը իր ուրաշխարի։ Խռով պոեմի հիմքում 1988-ի աղետն է և կրկին հաջորդում է սթափության կոչը, որ նաև պատգամ է սերունդներին ազգի հարատևման անշեր բանաձևով, դրկիցի համար դրկից սրտաբաց, աղուհացի դեմ արդար աղուհաց, բայց սրի դեմ սուր, արյան դեմ արյուն, ցինի դեմ արծիվ, գայլի դեմ կորյուն։ Խռովքը առաջին հերթին ահազանգ է և հեղինակը հենց այդպես է բնորոշում է, պոեմ ահազանգ, բայց ցնցացող հուսի ալիքի Վահագնի հրաշափառ ծնունդով, Վահագն է ծնվում ոսեղենլովից, երկունք է հրայր, երկնային նշան, նորօրյա Վահագնի ծնունդը բոլոր ժամանակներում և հարկ սպասված է իբրև հայի ոգեղեն զարթոնքի պահանջ, չէ որ ահեղ զայրույթի կորքման պահին հոգևոր ուժերի ծաղկումն է, Վահագնանում է ազգի հարության երգը, լավատես է գրողը, և Կավկասի նշույլ անգամ չկա, հայի Վահագնյա ոգին դարերն է չափելու, անկախ ժամանակի կմահաճ իրադարձություններից։ Երկու պոեմները գրելու ժամանակային հեռավորությունը միմյանցից ընդամենը մի քանի տարի է, իսկ այսօրվանից շուրջ 4 տասնամյակ։ Երկուսն էլ այսօր նույնքան արդիական են և ազգում։ Մարդու, հային, կյանքին և նրա անմեկին խորհրդին հայացք փիլիսոփայական, ռեալիստական մոտեցման, զուգահեռ բնության ամրոցների պատկերներ, խոսքի ինքնատիպ չափ ու ռիթմ, պատկերավորման միջոցների զգայուն գործակցություն, սրանք ստեղծագործություններն արժևորող կարևոր բաղադրիչներից ընդամենը մի քանիսն է և անշուշտ արդեն պոեմներն իրենց մնայուն տեղն են գտել հայ գրականության էջերում։ Իդեպ Մարդ Արարիչ պոեմի առաջին հրատարակությունը եղել է 88 թվականի դեկտեմբերի 7-ին, հենց այդ օրը տպվել է Մարդ Արարիչ պոեմի զարմանալի Երբ Տիկա Թովմասյանը կատարումից իր չքնապտավարումից հետո ապրորը գրեց այս բայնում, ես մտածում տեսնես ինչն էր պատճառը, հետո հասկացա, շատ ուշ հասկացա, որ կանոնավորի համար է, շատ ճիշտ է, ուրեմն Ալինա Մացակյան, միջազգային փառատոների դափնեկիր, կատարում է Կոմիտասի դեր
Հովհաննես Հովհաննիսյանին, Հայաստանի վաստակավոր աշտից, կրտեշտի Կարամետ Հոսեփյանի ստեղծագործությունները։ Ձուն է թրել հայրին, լուր ջերով անցավ էր ամալաջ, և ինքնանամ ասերոլի ծոցորում է ջերերի մեջ։ Լուր ժրտում է ծող երկին, հայրում ծողում իրար դեմաց, ծպծվում է ալիտ ու համպուրում ջեր սրտամած։ Դաշտու խաղաղ սիրո ժամին, ետ կնած են ապնուքամին, մեր ձերնում են երկնի գուցով, բացվում, լծվում միմիացում։ Երբ անամբ է երկին փոքուս, երբ խաղաղ է սիրտը քոցով, ես տեսնում եմ աստղերին ու լույս, քո սրտի մեջ, քո միջոցով։ Ինչպես տեսնում եք, բանաստեղծություն առ բանաստեղծություն մենք մոտենում ենք ուրվագի ծագետին, ուրվագանցքային պահին։ Ես գիտեմ ով է հաղթողը, բայց ինքսից հարց եմ տալիս, տեսնես ով է։ Քան հուսված եմ։ Հաղթողը Պրծանակ Շահաց հեղինակը ծնվել է Լենինականում, այժմ ուտել։ Ավարտել է Լենինականի Ասենախաց Մուրադյանի անվան մանկավարժական ուսումնարանը։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն և հոգեբանության բաժին։ Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարանում ուսումնասիրել է բժշկական հոգեբանություն և հոգեթերապիա։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են իտալերեն, գերմաներեն և ռուսերեն։ Հաղթողը 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ես կուզենամ հաղթողի անունը հնչի Կարապետյան շուշտել։ Հասկանալի է ծառայության զուգը։ Ուրեմն սիրով ներկայացնեմ։ Վկայատիր, տրվում է բանաստեղծ Սոնա Անդոնյանի։ Կարապետ Հոսեփյան, գրական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանանալու համար։ Աչքը գցել է կշտի, բայց մինչև այս պահը ինքը չի տեսել, ես կուզեմ հենց այս պահը առաջին մրցանակ շահած գիր։ Հրաշալի գիր, որտեղ մի չեքնավ պոեմ կա և էլի շատ կանացվածություններ, որով ձեր կլիներ ցանկանաք ունենալ այս կշտից։
մեծարարվեցի ժամանակի անվերադիրիքը, Սարհատ Խոսեյանի աշխենի գարիստերն է և Սարհատ Խոսեյանի մարտահրավերն։ Սա հավանական է դառնալու բոլոր մրցանակակիրների մեկ հանձնվելու։ Միշտ իմ ուզումների հսկումը Ռոզա Հովհաննիսյանին է, այս անգամ Ռոզա Հովհաննիսյանն է ուզել, իր ուզումներից փոխանցեց, բայց անդոր այլ մեկին չեմ կարող փոխանցել խոսքս կամ միկրոֆոնը, նա պիտի ես էլ ամուր մնամ։ Սիրելի ընկերներ, ճիշտ ասած ինչպես Արոն Ագոյանը ասաց, որպեսզի ավելի հավաք լինի և շատ չշփոթվեմ, գրի մարդ խոսքս։ Սիրելի ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հարգարժան հյուրեր, ամենակարևոր և առաջին բառը փոխանցեմ ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալություն, որ ձեր հանգստյան օրը վերակազմակերպեցիք այսօրվա սահմաններում։ Վերստին հիշեցիք Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը գլխավորած երջանկային շատակ ռեկտոր Կարապետ Հովսեփյանին, լսեցիք նրա ստեղծագործություններից։ Ձեր թանկ ժամանակի 60-ից ավելի րոպեները նվիրեցիք մեզ։ Շնորհակալություն Ահագին Ճամփա Կտրանց ու այստեղ գտնվող հարազատներիս։ Շնորհակալություն կրճակից ընկերներիս վստահության և գնահատականի համար, ահա այսպիսի ոգեներ և մանրանկյունից։ Շնորհակալություն Կարապետ Հովսեփյան գրական հիմնադրամին, Գորգ Շրջկրկի հովանավորության և Շիրակի մարզային մասնաճյուղի նախաձեռնության համար։ Շնորհակալություն Կարապետ Հովսեփյանի որդի Արա Հովսեփյանին։ Շնորհակալություն Կրկիս խմբագրին, բանաստեղծ տեսաբան Սլավի Ալիկ Հարությունյանին։ Գորգը ձեր վերնագիրը խմբագրի սրբությունն է, որը կրկից ճիշտ ուտետվում էր և վերջիվերջո գտավ իր ճիշտ տեղը, ճիշտ գրքում։ Շնորհակալություն Արմեն Տեր-Մկրտչյանին, գրքի լուսանկարը իմ հավատարիմ և զիլ ընկերոջ կորցն է Արմեն Տեր-Մկրտչյան, Արմենը ափսոս գնաց զբաղվածությունը, հրաշալի արվեստի գործ։ Շնորհակալություն հրատարակչին այս բարակարգ անվավ հրատարակչությանը, Արմենը և Արմեն Հովհաննիսյաններին։ Ինչու եմ գնում, ինչու բանաստեղծական տարածքն ինձ համար դարձել ապահով տիրույթ ազատ խոսելու, ապրելու, ճախվելու, լռելու, ունկնդրելու վայր, հաճախ բարձր, երբեմն տեղատարավ, երբեմն ամփոք, երբեմն ներհայեցող, չգիտեմ։ Շնորհակալություն իմ հայերենի ուսուցիչներին, հայերեն գրերի իմացության համար իմ սիրելի Մարո Պողոսյանին, իմ չքնավ հայերենի լեզվի և գրականության ուսուցչուհուս Յուլիետա Մակերոսյանին։ Ճիշտ է, իմ շնորհակալության հասցեատերերի շատերը ներկա չեն, գուցե Հայաստանում էլ չեն, բայց ես հավատում եմ զնգացող ականջների խորհրդին, որ կվերածվի ղովանջի, որի մեջ եզերականի մաս կա։ Շնորհակալություն ծնողներիս։ Իմ բանաստեղծության կենսականայնումը միշտ տրտվում է նրանց հոգիների լուսախոր հսկումով։ Շնորհակալություն իմ առաջին գրական ուսուցչին, արձակագիր Լևոն Խաչարանին, մեզ ստեղծագործող պատանիներից բարձրացել մտածել էր սովորեցնում։ Շնորհակալություն Տանյա Հովհաննիսյանին, մի տեսակորտի տարբերով հանկարծական մարդուն ու բանաստեղծում, հիմա տիեզերքում լուսարեն նստավոր են նրանք։ Շնորհակալություն Տիկին Սուսաննա Մկրտչյանին, իմ պատանեկան տարիների ամենահմայիչ և զգայող տիկնոջը։ Իհարկե այդ տարիների խորհրդով, այդ տարիների շարունակությամբ, այդ տարիների գեղարվեստական կենտրոնում գործում էր գրական ստուդիա, որը քաղաքում ստեղծագործող բոլոր պատանիներին հրավիրում էր կենտրոն և այդ կենտրոնը, ինչպես տեսակ, ղեկավարում էին այսպիսի գրեթե կարելի ասել դասական հրովներ
եւ դրա համար իսկապես շատ շնորհակալ եմ Տիկին Սուսաննա։ Այդ խանդավառությունը, պատանեկան տարիների խանդավառությունը, եւ որ այստեղ ես ունեցա այդ գիրը շարունակեց իմ մեջ եւ ես դեպի ավելի արհեստավարժ կրեմ, այսինքն բանաստեղծի այդ դրոշմը վերջնականապես կրկվեց իմ ջարդին, այդ ակունքները նաև գալիս է ոչ միայն իմ մանկական տարիների այդ թոթով ստեղծագործություններից, այլ նաև հենց այն գրական դպրոցից, որը գեղագիտական կենտրոնն էր ստեղծել։ Մեր մեծ պապը Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ քաղաքից էր, հորական կողմից։ Նրա բանակիցնությունը կրծել Հարություն հիմա ներկա է, որովհետև որդին է։ Հարություն պապը ասող խոսող էր, տեղում հորինում ու կարդում էր, հորինում ու երգում էր, դառնում որով դիտով էր։ Ստեղծագործական շնորհով էր օժտված Հարությունի դուստրը։ Ես տեսել ու լսել էր նրան։ Հազար ափսոսով եմ ասում, որ երբ կային մեր մեծերը, նրանք անգիր հիշում էին, պատմում էին։ Ժամանակին կրի չէր կարող նրանց պատմածները, շատ բան եք կորցրել, համոզված եմ։ Ուստի մեր երիտասարդներին խորհուրդ կտամ, եթե իրենց մեծերը, տատերը, պապերը, եղբայրները ինչ-որ իմաստուն բան կասեն, կպատմեն, անպայման գրի արեք։ Դա պատմություն է, ոչ միայն հիշողություն է, այլ պատմություն է։ Հայրս էր գրում, նրա ձեռագրով գրված բանաստեղծությունների տետը այբայելի ոսկուկ է մեզ համար, նրա զավակների, զարմիկների։ Ոչ մի բան, ոչ մի ակում այստեղ, այս երկում հենց այնպես չի ծնվել, չի կրվել ծանրույթի կամ բարախաղի արդյունքում։ Իմ տողերում ձեր սիրուց, ձեր թաղցից, ձեր լավատեսությունից, ձեր որոնումներից ու հաղթանակներից գծեր, նոտաներ, ալիքներ ու ձայներ կան։ Ահա, քեզնից ոչ մի հորիներ չի լինի տաղցի, որ թռնում է ինձ համար քույրս, ինձ համար ուզումներս կողելու պատրվակով, ոչ մի ինձ այնպես բարախաղ, քույրս զգում է ինչպես որոշի նոնանում զգացումների, ինձ թեքում է ներսից բարձրագալու դժվար արարողներից։ Դարձը թռնում էր կծեր քույրս պամուշակը, դա լիջում է։ Այրս հավատում էր իր բախտին, քույրս առասպելի սատենիկն էր, հավաստի մարդիկ փայլուն ավակարի են կանխատեսում, ավակ քույրս սատենիկը այստեղ է։ Հայրս շրարանք էր փամակում իր հոր այրունը փրկելու, զնվեց մեր եղբայր Արարատը, այստեղ է մեր եղբայրը։ Ինկարնան խնություն, ինկարնաճը որվա է ներվեկար, սաղեց նույր սամարան ծննդյան Մարիա, այստեղ է Մարիան։ Եվ մեկ բացահայտում։ Կողքը ձևում տպագրվել իմ ամենաերգարաշունչ ստեղծագործությունը։ Սկզբում գրվել է վերնագիրը, երկար ժամանակ այն մենակ էր մնացել ջերմակ թղթի վրա։ Ես քաղաքն եմ, պոեմ անուղղակիորեն առնչվում է մյուս կրծեր քրոջս Երևանում այստեղ է։ Անուղղակիորեն խոսքի մեջ կամ մեր հեռախոսային զրույցներում քույրս շտապ հաջող էր ասում. ես քաղաքն եմ, հաջորդ անգամ նույնն է, ես քաղաքն եմ, մեկ չէ, երկու չէ, հայտնի չէ։ Հազար անգամ դա ինձ զայրացնում էր, եւ մի օր ես էլի բարկացած ասացի, բայց ես քաղաքն եմ, համահավեց, նյարդերս չենք իմանում, ես պիտի մի բան գրեմ։ Պոեմը գրվել է տող-արտող, օր-առ, երբեմն տանեմ եմ մեկ բառ, տուն վերադարձիս գրել եմ ջերմակ թղթի վրա։ Մի օր, երկու տող, մեկ օր ընդհանրապես ոչ մի, հետզհետե բառերը ավելացան, տողերը շատացան, շնչառությունը մեծացավ ու վարարեց, ինչպես գետն է վարարում, ափերից դուրս գալով, քաղաքվիճ ու ցիլ խառնած, ամեն ինչ այնքան խիտ էր։ Հետո մեզ դժվարության բար վերցանեցի ձեռագիրս, կարելի ասել փրկեցի։ Ես քաղաքն եմ պոեմի առաջին ընտրսողներն են Կարինե Սահակյանը և Սլավի Ավիկ Հարությունյանը գրքից խմբագիրը։ Շնորհակալություն նրանց։ Շնորհակալություն Կարինե Սահակյան, Դալիճում։ Կարինե Սահակյանի հրաշալի բանագետի և էթնոհոգեբանի վերաբերմունքը շատ կարևոր էր ինձ համար, որովհետև գիտեմ, որքան հավոս թեմային ու արժեքավոր է իր իմացած քաղաքը։ Նաև խմբագրիս կարծիքը, նախ որպես փիլիսոփա, հետո սցենարիստ, կինոռեժիսոր և անշուշտ որպես գրող։ Երկու հավաքություն ստանալուց հետո խիզախեցին են ներկայացնել քրճագից ընկերներիս փոքր խմբին։
Շնորհակալ եմ սիրելիներս, որ այստեղ եք, շնորհակալ եմ բոլորիցս, անուն առան։ Սոնա Անտոնյանը հիշտ վերադառնում է, այս անգամ վերադարձել է գորշ գծերով, հատված կկարտամ, ես քաղաքն եմ պոետ։ Սերը տարել է ես քաղաքն եմ, անտարբերության օրը մագլցում է մագերեսս, երբ բխում եմ վրացվելով կամարանքի ծախուկներով, երբ տղամարդիկ պարպում են երեսիս գաղտնագրված ջերմ այրական, թքում մաղձը, նիկոտինով թունավորված, տղամարդիկ, հիշում եմ դրանց, խարճյաշ տղեկների, իմ բագերում ֆուտբոլ խաղալիս, բարմանիներին հաղթող շախմատով, զինվորներին, հիացմունքից տորը բացած, նրանք են, այդ ժամ ուր է, նվիրական ու պատվավոր, ում փարել է, ես քաղաքն եմ անոթևան, աղետի գոտին կապած, անցյալը չմորացող, իմ թևերը ձգել են դեպի հյուսիս, դեպի բերի հողերը աշխարհիս, աչքում մայիսյանից փչող սարսող քամիներին ընդեմ, բետոնյա բաբերի մեջ, ես կրկնվում եմ անի անունով, ձախում Պահլավոնյանց իշխանների բարեբերջ դաշտերում, կորուսյալ երկրից բաղձանքով մի նոր մուշ են դարձել, ինչին բնակիչները ազատագրվում էին։ Ժամանակավոր կացարաններից, ժամանակը նսխում էր նրանց խոյանքները, նրանց մեծած իմաստությունը, խամրեր, գրորվում էր աշեզրված։ Նրանց մանկանց հայացքներում մեր կոշտրած ողջ թախիցն էր կոդավորված, աղավանված պատկերը իմ աներեշ եսի, ինչքան կքած, ինչքան ավեր, վերևներում երկար ձգում բնդացնում են գոտիս, արատորեն շղշղկացնում ախոժերի արձակոսին, ինձ օտար է մոլի դիրկը, ինձ խենտացնում է նյութի պաշտամունքը, ուժի, դիրքի, աստիճանի, իմ մանուկների աչկերում, ժպիտների շղաշիտակ, մեր աղճատվող վաղվաղ զղջանքներն են, ես քաղաքն եմ համբերության, ձերքեր պարսած, հարատեղության կոպերին շնով, իմ լազուրը թանակոտ է, երբ մոլորակի սերուներում ջրհեղեղներ են, հրդեհներ, ջերմաբույժ գեղերս այրվում, ճակճկում, իմ գինետներում սեր ու դինին ամբավ հորդել է, ինձ սիրել ու լքել է, ինձ սիրել ու թողել է, բարեմասնությունները շրախկացրել երեսիս, դինին հոսել, սպիտակը սպեղանի, կացր է նրան գինի, նրան հուն, իմ պոետները, երկասասները, արկաները հոմորը, երկեր ու գրել են, երկեր ու վշտնել են ինձ հոգևար, ես գրոտեսնի քաղաքն եմ, իմ աշխարհն օրիգինալ է, իմ ունոն, օլրայդ, ամեն ինչ կարգին է, հայդին ու անհայտ է, հին ու նորագույն է, ես համով հոդով բանավորն եմ, կլկլացող ջրխմիկը, կլկլան շնորը իր սրունից, գաղթած պարտերների, գրբաններն անուպատ լծվող սերնահատիկներ են ճրտվող։ Պապիկը շրջակելով բացում է պտղաբույրերս, ես բաց տեքստն եմ հային, ես քաղաքն եմ, իմ երկրի, իմ նախնիների դասերն անգիր արած, դաս չկաղած բնակիչներից մրապողորությունը թողացնում են լզումի շրջանքը, ընձյուղներս արևի շարավիրն եմ բռնել, անհատ նայջավար, ես պարտություններս չմորացած փնտրում եմ իմ նախնյաց ուժի կհասան, կեծես ունի, բանաստեղծության ծեսի համար ամփոփում, որը իհարկե պիտի տանենք մեզ հետ մեր շիշողություններում, մեր օղախնդիրներում, բարձր վերգնալ եզրած ու ձեր մենապում ամփոփելու համար։ Սոնայի բանաստեղծության
Սրտան մեջ համբուրում են ժամանակն ու շարժումը, վարն ու ապրումը, և նրա վերադարձը հրպատի բարձրացում է սիրո վրդուճով։ Նա խոսում է վիճակների խտությունից, երկնքից, որ սոսկ վայր չէ, այդ է վիճակը։ Այսօր Սոն Անտոնյան այս պարադոքսալ դառն ու զվարթաշխարհի նշանացմամբ կոր գծերով ապրում է ծնվող երկրի պահից վեր խորհուրդը, քնքուշ, ընդվզում, ոսկես, ահա և կատարսիսը, վայրեր և դուք սիրելիներս, շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալություն Արարատ Հովսեփյան հիմնադրամի հովանավոր Արա Հովսեփյանին, շնորհակալություն այն համախոհներին, ում սիրո չափով, սիրո տքնարկով այսօր ծնվեց։ Շնորհակալություն Անդրանիկ Կարապետյան, շնորհակալություն Կարինե Սարյան, շնորհակալություն ինձ Սուսանա եւ բոլոր սիրելիներ, ովքեր եկել են բոլորից սիրտարցի խոնարհումս։ Ու հատուկ նաեւ Կարապետ Հովսեփյանի սիրելիներին, որոնց հիշողության դրոսներից բարձրացավ հազար սիրո, այդար հուշի ծաղիկը ու հուսում եմ կլինի մեզանից մեկը, որ ավելի զորավոր կրճով ուշադրությունը կբերի Կարապետ Հովսեփյանը, դա ժամանակների խնդիր է կարծում եմ, եւ հատուկ շնորհակալություն այն ֆիլմի համար, որի սցենարի հեղինակ Անդրանիկ Կարապետյանն էր։ Այսօր մենք հատվածներ դիտեցինք եւ մեր հրաշալի խոսքի վարպետների ասմունքը, հատուկ շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր կուզենային այստեղ լինել, բայց ինչ պատճառներով չկարողացան։ Շնորհավորում եմ դարձյալ Սոն Անտոնյանի կոշ գծերով բանաստեղծության հաղթանակի համար, գրքի հաղթանակի համար ու այսօրվա կատարման։ Անդրանիկ ջան, Հադրի ջան, ապրես։ Դուք ապրեք, եկաք զարտարեցիք։ Pirog pēcīšķi ir kaimās, mēs pēc tam opšīne gārējums. Čište. Все.